Տիկին Բադալյան արդեն տևական ժամանակ է քաղաքացիական պայմանագիրը ներքին քարոզարշավի շրջանակներում ամենատարբեր մարզերում է լինում, շփվում է հասարակության տարբեր շերտերի հետ, այսպես ասած, եւ ինչ ազդակներ եք ստանում հասարակությունից, ինչ, չգիտեմ, գոհունակության խոսքեր եք ստանում, ինչ դժգոհության խոսքեր եք ստանում, այսօր Հայաստանի Հանրապետության հասարակությանը ինչն է հուզում, ինչն է մտահոգում եւ ինչն է, որ որոշակիորեն այս 7 տարիների ընթացքում դուք գոնե այդ փոփոխությունը տեսնում եք, որ քաղաքացիները ինչ էին ուզում 7 տարի առաջ եւ ինչ են ուզում հիմա, այդ տարբերությունը կա թե չէ։ Շնորհակալ եմ, եթե գնանք շատ հետ 7 տարի առաջ, օրինակ 2018-ից առաջ էական փոփոխություն կա, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս պահին շատ լավ գիտի իր ուժը, իր իրավունքները, հեռավոր շրջաններում, սահմանամերձ մարզերում միևնույն է քաղաքացին գիտի, որ ինքը գնահատված է եւ ինքը կարող է ինչ-որ բան փոխել։ Այս իմաստով շատ մեծ տարբերություն կա։ Եթե մի փոքր ենք հետ գնում 5 տարվա կտրվածքով, ինչ էր ուզում քաղաքացին 2021 թվականին, երբ էլի մենք շրջում էինք մարզերով, ինչ է ուզում այսօր, էականորեն չի փոխվել ցանկությունները, որովհետեւ եւ 21 թվականին էր ուզում խաղաղություն եւ այսօր է ուզում խաղաղություն եւ միշտ է ուզելու խաղաղություն։ Եվ այս իմաստով, այո, մեծ գոհունակություն կա քաղաքացիների շրջանակներում, որ այս իշխանությունը պայքարում է խաղաղության համար եւ կա այն վստահությունը, որ մեր իշխանությունը հասնելու է խաղաղությանը, տևական եւ ամրապնդված խաղաղությանը։ Գոհունակություն կա նաեւ իհարկե առաջին, այսպես հորիզոնականով գնում է առողջության ապահովագրությունը, որից բոլոր քաղաքացիները գոհ են, կիսվում են իրենց փորձով, քննարկում են, շնորհակալություն են հայտնում, ինչպես նաև թոշակի բարձրացումը, ինչպես իրենք են նշում, էլի մեծ գոհունակություն է առաջացնում քաղաքացիների մոտ եւ վստահություն, որ այդ բոլոր ռեֆորմները շարունակական են լինելու եւ իրենց նպատակին հասնելու են, իսկ հիմնական բողոքը, որ արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համենայն դեպս մեզ հետ շփման ընթացքում, դա այն սուտը, կեղծիքը, ատելությունը, այդ մշակույթի այս նոր ոչ ընդունելի մակարդակը, որը բերում է ընդդիմությունը մեր կյանք եւ պահանջում են ավելի խիստ գործողություններ։ Իհարկե, սա քաղաքացիների պահանջն է, մենք միևնույն է մեր ժողովրդավարական սկզբունքներից չենք պատրաստվում հրաժարվել, բայց այնուամենայնիվ դա որոշակի դժգոհություն առաջացնում է քաղաքացիների մոտ, որ մեղմ ասած իրենց նյարդերի վրա ազդում է այն ամենը, ինչ որ կատարվում է։ Իսկ քաղաքացիները շատ լավ իրարից կարողանում են արդեն զանազանել սուտը, կեղծիքը ճշմարտությունից։ Եվ նաև քիչ չեն եղել անգամ այդ մասին վարչապետն է հայտարարել, որ ամենամեծ պահանջն այն է, որ այս դեպքում թե ինչու ձերբակալված չի ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանը, բայց որոշ դեպքերում նաև թե ինչու քաղաքական դաշտից դուրս չի դրվում Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ոչ միայն իմիջիայլոց, մեկ անձի վրա չկենտրոնանանք, մեկ նախադասությամբ եթե ասեմ, դժգոհ են, որ խոստացված պողպատե մանդատը այն ուժգնությամբ չկիրառվեց այս 5 տարվա ընթացքում, ինչ ակնկալիք որ ուներ քաղաքացին։ Իսկ հիմա ինչ խոստումներով եք պատրաստվում քաղաքացիների հետ, չասեմ խոստումներով, բայց ինչ առաջարկներով եք պատրաստվում քաղաքացիների։ Մեր հիմնական առաջարկը այո խաղաղությունն է եւ մեզ այդտեղ ժողովրդի սատարումն է պետք։ Մեզ պետք է, որպեսզի մենք կարող ենք դա իրավական տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից ճիշտ ձևակերպել եւ առաջ տանել, բայց մենք պիտի կոնսենսուս ունենանք ժողովրդի հետ եւ այս ամբողջ շրջագայություններն էլ հերթական անգամ հաստատեցին, որ մենք ժողովրդի հետ այդ կոնսենսուսը ունենք եւ այդ հարցում ժողովուրդը մեզ սատարելու է եւ որովհետեւ մնացած բոլոր առաջարկները բխում են հենց խաղաղությունից, որովհետեւ եթե չկա խաղաղություն, չի կարող լինել տնտեսական զարգացում, չի կարող լինել կրթական բարեփոխում։ Մենք ինչու ունենք այսօր առողջության ապահովագրությունը, ինչու մեզ մոտ չէր ստացվում տասնյակ տարիներ եւ ստացվեց հիմա, որովհետեւ կա խաղաղություն, որովհետեւ երբ որ կա խաղաղություն, կան համագործակցություններ, կան ներդրումներ, երկարաժամկետ պլաններ կարելի է մշակել, թե միջազգային գործընկերների հետ, թե շատ տարբեր ներդրողների հետ, այդ ամենը կարող է լինել միայն խաղաղության պայմաններում։ Եվ եթե խաղաղությունը վերջնականապես եւ ամրագրվի, հաստատվի եւ մենք ունենանք այն երաշխիքները, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս պատերազմների թատերաբեմ չի լինելու, այլևս կոնֆլիկտների մեջ չի լինելու, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք շատ ավելի մեծ եւ շատ ավելի հաջողված բարեփոխումներ ենք անելու առաջիկայում։
Տիկին Բադալյան, որքան էլ որ հայտարարվում է նաև ձեր ուժից են բազմաթիվ նման հայտարարություններ արվել, վարչապետն էլ այդ մասին խոսել, որ խաղաղությունը արդեն եկել է, արդեն կա, մենք այդ ճանապարհին ենք, բայց ինչ է կարծում, իսկապես խաղաղության անիվը այլևս հնարավոր չէ հետ պատտել, նկատի ունեմ խաղաղությունը, այսպես այս գործընթացը անկասելի է Ադրբեջանի հետ, թե այնուամենայնիվ վտանգներ կան, ինչու ոչ, նաև 26 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները նաև ինչու ոչ, եթե խաղաղությունը անկասելի է, ինչու Ադրբեջանը այս պահին չի շտապում առնվազն ստորագրել խաղաղության պայմանագիր եւ ինչի մասին էր խոսում վարչապետը, երբ ասում էր, որ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ, որ ուժերի մասին է խոսքը, ինչի հիման վրա է վարչապետը նման հայտարարություն անում եւ ինչ պատերազմի մասին է խոսքը այն դեպքում, երբ արդեն նշեցի, խոսվում է խաղաղության մասին, որ խաղաղությունը արդեն կա։ Տեսեք, խաղաղությունը արդեն կա եւ խաղաղությունը անկասելի է, սրանք տարբեր արտահայտություններ են։ Մենք երբեք չենք ասել, որ խաղաղությունը անկասելի է։ Մենք ասել ենք, որ խաղաղություն կա եւ իրոք խաղաղություն կա։ Որքան էլ որ աղմկի ընդդիմությունը եւ փորձի անընդհատ ինչ որ կեղծիքներով կամ չգիտեմ, կեղծ քարտեզներ հրապարակելով, ինչ որ կեղծ լուրեր հրապարակելով փորձի հասնել նրան, որ խաղաղությունը չափազանց փխրուն է այս պահին, դա այդպես չէ։ Բայց ինչպես վարչապետն է նաև բազմիցս նշել, այդ խաղաղությունը խնամք է պահանջում, այսինքն մենք ամեն օր պիտի պայքարենք խաղաղության համար եւ մենք բոլորս յուրաքանչյուրս մեր տեղում պիտի այն ավելի ամրապնդենք։ Այնպես որ անկասելիության մասով ես որևէ բան չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է վարչապետի արտահայտությանը, որ սեպտեմբերին որոշ ուժեր նախապատրաստում են պատերազմ եւ եթե քաղաքացիական պայմանագիրը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա իհարկե նման ռիսկ եւ վտանգ կա եւ շատերը չեն հասկանում եւ դա անցալում են որպես շանտաժ կամ նախընտրական, այսպես ինչ որ տրյուկ։ Իրականում դրա մեջ կա լուրջ ճշմարտություն, այդ քաղաքական հայտարարությունը ես կարող եմ իմ տեսանկյունից մեկնաբանել, որ տեսեք, մեր մի շարք ընդդիմադիր ուժեր պարբերաբար խոսում են Արցախ վերադարձի, Արցախի վերադարձի, տարբեր քաղաքական հայտարարություններ են անում եւ ժողովրդի զգացմունքների հետ խաղալու շատ յուրահատուկ մեթոդներ են կիրառում, որպեսզի ստանան քվեներ, բայց մենք հասկանում ենք, չէ, որ որևէ խաղաղ բանակցության շրջանակներում այդ հարցերը լուծելի չեն եւ մեր ընդդիմությունը նկատի ունի պատերազմով հետ վերադարձնելու Ես այդպես եմ ենթադրում։ Եթե ընդդիմությունը ունի այլ տարբերակ, ապա պիտի խոսի, որովհետև երբ որ խոսում են, ուժեղ ղեկավարը կգնա կբանակցի եւ դա այդ հարցը կլուծվի, սա հեքիաթ է եւ սա այն ամենաբացահայտ եւ ամենացայտուն սուտն է, որ ընդդիմությունը փորձում է դրանով նոր հույսեր առաջացնել մեր ժողովրդի մոտ, նոր սպասելիքներ, որոնք էլ չիրականանալու դեպքում բավականին շատ հոգեբանական խնդիրներ են, ոչ միայն հոգեբանական, այլ նաև մենք հասկանում ենք, չէ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ճանապարհը բռնած Հայաստանի Հանրապետությունը, եթե եւս մեկ անգամ ներքաշվի պատերազմի մեջ, ապա դրա բոլոր առումներով հետևանքը կարծում եմ, որ բոլորին շատ պարզ է լինելու։ Վարչապետը նկատի ուներ հենց դա։ Տիկին Բադալյան, դրանք միայն ներքին ուժերի մասին էր խոսում վարչապետը, ինչպես դուք արդեն ձեր խոսքում էլ նշեցիք, ընդդիմության այդ գործոնի մասին էր, թե նաև արտաքին որոշակի դերակատարների մասին էր խոսում։ Դե այստեղ ես թե չի ասի, կամ-կամի սկզբունքով չի առաջնորդվի, որովհետև եւ մենք բազմիցս խոսել ենք նաև մեր հարցազրույցների շրջանակներում, որ մեր ընդդիմությունը ներքին այդ եւ արտաքին ձեր ակնարկած ուժերը փոխկապակցված են եւ հետեւաբար իրարից առանձնացնելու կարիք չկա։ Մեր ընդդիմությունը այնքան քաղաքական հասունություն չունի, որպեսզի ինքնուրույն քայլեր անի, ինքնուրույն որոշումներ կայացնի, ինքնուրույն քաղաքական օրակարգ թելադրի, Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ, այսպես առաջ մղի եւ պայքարի դրա իրականացման համար բնականաբար այստեղ համագործակցություն է եւ սա այո հիբրիդային պատերազմի շրջանակներում տարվող ամենաթեժ մարտերից մեկն է։
Հիբրիդային պատերազմ բառը մի տեսակ մոդայիկ է դարձել ու մարդիկ չեն էլ ընկալում, թե դա ինչ վտանգներ ու ռիսկեր կարող է պարունակել։ Հիմա ինչ է կարծում իսկապես այդ հիբրիդային պատերազմը իր բոլոր, այսպես ասեմ, գործիքներով Հայաստանում կիրառվում է։ Շոշափելի օրինակներ կարող ենք։ Բոլոր գործիքներով է կիրառվում Հայաստանում, բոլոր, այսինքն որևէ գործիք էլ չի մնացել, որ չկիրառվի, բայց ես կցանկանայի մեր հասարակությանը զգոնության կոչ անել, որովհետև բնականաբար այդ գործիքների կիրառումը էլ ավելի ուժգնանալու է, որքան մոտենան ընտրությունները, եւ կարծում եմ, որ հասարակությունն էլ դա տեսնում է, թե սադրանքների տեսքով, թե ապատեղեկատվության տեսքով, թե ընդհանուր առմամբ հոգեբանորեն իր մոտ առաջացող զգացմունքների դրա համար գործիքներ են կիրառվում, որոնք քաղաքացու համար անտեսանելի են, բայց դա ազդեցություն է թողնում իր վրա, եւ այս իմաստով մենք մտել ենք շատ թեժ փուլ, եւ այդ փուլը էլ ավելի է թեժանալու, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով կարողանա վերջնականապես հաստատել խաղաղության ճանապարհը, ապա այլևս անգործունակ են լինելու այդ հիբրիդային պատերազմի թե գործոնները, թե գործիքները, այդքանով ավարտվելու է այս մի քանի տարի տևողությամբ այս բավականին ճգնաժամային եւ խնդրահարույց փուլը, որի ի պատիվ մեզ համենայն դեպս մենք կարողացել ենք պատվով բերել հասցնել այս կետին եւ այս ընթացքում այդ բոլոր մի քանի ուղղություններով պայքար մղելով միևնույն է խաղաղությունը կարողացել ենք հաստատել եւ կարողացել ենք գիտեք ինչպիսի մեծ համագործակցությունների դաշտ բացել եւ սկսել համագործակցություններ, բայց միաժամանակ ոչ միայն այդ ուղղությամբ աշխատելով, այլ նաեւ պայքարելով հիբրիդային պատերազմի բոլոր ճիշտ գույքագրելով, որ կողմից են հարվածները գալիս եւ դիմակայելով, բայց իհարկե այդ ամբողջ գործընթացը էլ ավելի է թեժանալու եւ ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները այս տարիների ընթացքում արդեն կարողացել են իրենք էլ ինքնուրույն իրարից թե տարբերակել ճշմարտությունն ու կեղծիքը, թե անկեղծությունն ու այդպես կեղծ մոլորեցնող մոտեցումները այդ ամեն ինչը կարողացել են տարբերակել եւ իրենց իսկ շահերից ելնելով կկատարեն իրենց ընտրությունը։ Տիկին Բադալյան, ձեր ուժը մի քանի առումով էին կարծիքով հեղափոխական, դուք ոչ միայն 18 թվականի հեղափոխության այսպես հեղինակն եք, այլ նաև մեկ այլ հեղափոխություն արեցիք քաղաքական դաշտում, Ռոբերտ Քոչարյանի այդ ընդդիմադիր կերպարը, որը ստիպված եղավ դուրս գալ ասուլիսներ տալ, հիմա նաև ոդքասթի ֆորմատով որոշակիորեն երևում է եւ հանգստյան օրերին նաև աշտարակում առիթ է ունեցել հանդիպել իր աջակիցների հետ, այդտեղ Արցախի հարցն է կրկին բարձրացվել եւ ասել է, որ վերադարձ հնարավոր է, դա իհարկե բարդ է, բայց հնարավոր է եւ միակ խոչընդոտը կարելի ասել ձեր ուժն է, որը վերադարձի իրավունքի մասին չի խոսում, բայց իրենք գալով այդ հարցերը բարձրացնելու են, ասում է, որ ինքն էլ իր կյանքում ունեցել է ապրել է այնպիսի շրջափուլեր, երբ անհնարին է թվացել այդ ամենը, բայց ինքը կարողացել է դա հաղթահարել, հիմա նույնը Արցախ վերադարձի հարցը։ Նախ ընդհանուր առմամբ, արդյոք հնարավոր է Արցախ վերադարձ, թե ոչ, եւ եթե ոչ, ինչու են արցախցիներին այդ սին հույսերը նաև, այսպես ասեմ, ներարկվում եւ այս շահարկումները ինչի մասին են։ Ներարկվում են մի պարզ պատճառով քվեներ ստանալու համար, միայն, բացառապես, որովհետեւ անիրատեսական բաների մասին է խոսում։ Մենք խոսել ենք շատ պարզ, հայտարարել ենք ամբողջ աշխարհով, որ Ալմատիի հռչակագրով Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետության սուվերենությունը հաշվի առնելով եւ մնացած բոլոր բաղադրիչները Հայաստանի Հանրապետությունը բանակցում է մնացած իր գործընկերների հետ եւ իր ապագան կառուցում է այդ բոլոր սկզբունքներից ելնելով։ Երբ որ մենք այդ սկզբունքներից ցանկացած շեղում նախատեսում ենք, ապա մենք պիտի իմանանք նաև դրա հետևանքների մասին։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի անկեղծ կլիներ, եթե բացեր փակագծերը եւ ժողովրդի հետ շատ պարզ խոսեր, որովհետեւ կա հավանականություն, որ այդ ժողովրդի մեջ կլինի ինչ որ մի հատված, որը պատրաստ է իր կյանքը տալ հանուն ինչ որ մի գաղափարի։ Բայց անկեղծ պիտի ասել, որ այս ճանապարհով գնալը
բերելու է այս հետևանքների։ Այն, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, այն, ինչ որ անում է քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա տեսեք, դուք ասում եք մշակույթը եք փոխել, հեղափոխություն եք արել նաև այս ուղղություններով։ Ես ուզում եմ ասել, որ մեր ամենակարևոր հեղափոխությունը կլինի այն, որ մնացած քաղաքական ուժերը սովորեն անկեղծ հաղորդակցվել ժողովրդի հետ եւ հստակ օրակարգ ձևակերպել։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Արցախ վերադարձի մասին, նա պարտավոր է իր կառավարության, իր նախընտրական ծրագրում դրա մասին գրել եւ դա բանակցել ժողովրդի հետ։ Եթե իր նախընտրական ծրագրում դա գրված չեղավ, ես հորդորում եմ լուրջ չվերաբերվել որևէ բանի, որովհետև մենք երբեք չենք խոսում այնպիսի մի բանի մասին, որը մեր նախընտրական ծրագրում չկա, որն էլ հետո ընտրվելուց հետո դառնալու է կառավարության ծրագիր։ Մենք էլ ունենք շատ մեծ երազանքներ։ Ով է ասում, որ մեր երազանքները նվազեն կամ քիչ են կամ սահմանափակվում են, բայց մենք մեր նախընտրական խոստումներում իրատեսական տարբերակներ ենք առաջարկում, որպեսզի ժողովուրդը կարողանա հետևել եւ տեսնել արդյոք մենք այն ինչ որ իր հետ քննարկել ենք իրականացրեցինք թե չէ, եւ եթե չէ, դրա շուրջ մենք կարող ենք քննարկումներ ունենալ եւ ժողովուրդն էլ իրավունք ունի մեզանից պահանջելու ընդհուպ մինչեւ հրաժարական, որովհետեւ մենք մեր խոստումը չենք կատարել։ Բայց ուղղակի բաներ ասել, ձայներ կորզելու համար եւ հետո ասել դե մենք փորձեցինք, բայց չստացվեց, այս իմաստով կարծում եմ, որ սա բավականին անլուրջ է եւ հետո մեր ընդդիմությունը դեռ այսպես հին տրամադրությունների մեջ է եւ կարծում է, որ դեռ կարելի է ժողովրդին ուղղակի ինչ-որ բաներ ասել։ Միայն ասել, տեսեք դուք ասացիք Քոչարյան ասում է այս իշխանությունն է մեղավոր, որ այդ մասին չի խոսում։ Այսինքն դեռ կարծում են, որ կարևոր չի դու ինչ գործողություններ ես անում, կարևոր է թե ինչ ես ասում ժողովրդին, որովհետև դա քվե պոկելու տրամաբանությամբ է ընդամենը։ Մենք չենք խոսում բաներ, որոնք որ չենք կարողանալու անել, որոնք իրատեսական չեն։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում գոյություն ունեցող անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման մասին։ Իսկ դա կախված է միայն մեկ մարդուց, եւ ինչպես ասում է, եւ այդ մեկ մարդը դուք եք, ով քվե է տալու այն ուժերին, որոնք որ պայքարելու են անկախության, ինքնիշխանության եւ Հայաստանի Հանրապետության խաղաղ պայմաններում հետագա զարգացման համար։ Տիկին Բադալյանի դեպ ինչու քարոզարշավի հենց այդ տարբերակը նաև դուք չեք ընտրել, որ զուտ ֆորմալ հանդիպումներ լիներ, գնայիք հանդիպեիք ձեր աջակիցների հետ, այլ որոշել եք, որ ուղիղ եթերում այդպես գնալ, բաց ամեն ինչ ցույց տալ, անգամ հանրության դժգոհությունները, որը երբեմն ընդդիմադիր մամուլը ասենց մեծ գլխագրերով գրում է, թե ինչքան մեծ է դժգոհությունը քաղաքացիական պայմանագրից եւ հասարակությունը ինչքան չի ուզում տեսնել այս քաղաքական ուժին դաշտում։ Ընդ որում մի գաղտնիք ձեզ բացեմ, մենք բոլոր դրականները չի որ եթեր ենք տալիս, բայց բոլոր բացասական կարծիքները եւ վերաբերմունքը առանց բացառության եթեր ենք տալիս։ Դա ձեզ ավելի ուժեղ է դարձնում։ Տեսեք գուցե ընդունված չափանիշներով այդպես պետք չէր անել եւ հա այդ քաղաքական տեխնոլոգիաները կիրառելով ցույց տալ տեսեք մեզ պաշտում են բոլորը չկա որևէ քաղաքական ուժ որին բոլորը պաշտում են եւ եթե մի քաղաքական ուժ միայն դրականն է ցույց տալիս ապա պիտի հանրությունը իմանա ես որպես ամբողջ կյանքում հեռուստատեսությունում աշխատած մարդ եմ սա ձեզ ասում եթե որևէ քաղաքական ուժ միայն դրականն է ցույց տալիս դա նշանակում է որ լրջագույն մոնտաժ է արված մնացածը։ Մենք այն աստիճան անկեղծ ենք եւ մենք չենք զղջացել ոչ մի վարքյան չնայած բոլոր խնդիրներով անցնելով եւ մեծ հարվածներ ստանալով, բայց մենք ոչ մի վարքյան չենք զղջացել, որ մենք այսքան տարի եղել ենք շատ անկեղծ։ Եվ մեր սխալների առումով, եւ մեր թերությունների առումով մենք որևէ բան չենք թաքցնում, որպեսզի մենք ժողովրդի համար լինենք կանխատեսելի, որպեսզի ժողովուրդը չմտածի, ոչ թե չմտածի, այլ ինքը իմանա ինչ սպասել։ Ինքը իմանա այնքան լավ ճանաչի քեզ, որ իմանա, եթե հանկարծ մի պահ կա, որ մի բան էլ ճիշտ չասես, ինքը հասկանա, որ դու իրեն խաբում ես, որովհետև դու իրենն ես, ինքը քոնը։ Եվ մենք նախընտրում ենք տոտալ
անկեղծ ճանապարհը ժողովրդի հետ շփման հարցում։ Այո, կարող ենք մենք մոնտաժել, առավել եւս մենք իշխանություն ենք, որևէ մեկը չի կարող, եթե մենք չցանկանանք ինչ-որ բան ցույց չտալ, բայց մենք այդ ճանապարհը չենք նախընտրում։ Մենք այնպեսին ենք, ինչպեսին որ մենք կանք եւ լրիվ բաց շփվում ենք ժողովրդի հետ եւ լսում ենք ժողովրդից իր կարծիքը, վերաբերմունքը, հնազանդորեն ընդունում ենք ամեն ինչ, եթե սխալվում ենք, ներողություն ենք խնդրում, եթե պորտկում ենք էմոցիոնալ, նույնիսկ արդարացիորեն, բայց միևնույն է հասկանում ենք, որ պետք չէր այդ էմոցիոնալ պորտկումը, ներողություն ենք խնդրում դրա համար, մենք շատ բաց ենք եւ բարձ։ Եվ հետեւաբար այն ճանապարհը, որով որ գնում են ձեր նշած քաղաքական ուժերը, այդ ճանապարհով մեր երկիրը գնացել է մի քանի տասնամյակ։ Եթե ժողովուրդը իրեն հարմարավետ է զգում այդ տարբերակով, բնականաբար քվե կտա այդ քաղաքական ուժերին, որոնք նախընտրում են միայն իրենց աջակիցների հետ։ Տիկին Բադալյան, եւ չառանձնացնելով էլի որևէ ուժի, բայց ուժեղ բառի համար նկատել եք վերջերս այսպես ընտրապայքարի մեջ են մտել։ Պայքարի մեջ ինձ թվում է շուտով նույնիսկ դատական հայցեր կսկսվեն իրար դեմ, որ այդ հեղինակային իրավունքը այդ բառի, այո, կարողանան պահպանել։ Հիմա ուժեղ առաջնորդ, ուժեղ բռունցք, ուժեղ դաշնակից, ուժեղ խաղաղություն, սրանք իսկապես իրենց արտահայտություններն են։ Ուժեղ խաղաղություն, ուժեղ դաշնակից, ուժեղ բանակ, ուժեղ բռունցք, ուժեղ առաջնորդ, ուժեղ բանակցող։ Հիմա այս արտահայտությունները նաև ձեզ էլի որոշակիորեն խոցելի չի դարձնում այսքան ուժեղների։ Ոչ շատ զվարճալի են այս արտահայտությունները, որովհետև գիտեք, երբ որ դուք փոքր եք լինում, փոքր տարիքում, երբ որ մի հաղթանդամ մեկը լինում է կամ ինչ որ մեկը կոպիտ կամ ջղային հայացքով է լինում, քեզ թվում է, որ ուժեղ մարդ է։ Հետո ինչքան դու մեծանում ես, այնքան հասկանում ես, որ ուժեղ հասկացությունը շատ հարաբերական է։ Այսինքն ներողություն խնդրող մարդն է ավելի ուժեղ, թե հարվածող մարդն է ուժեղ։ Մի տարիքում դու այլ պատկերացում ունես ուժեղի մասին, հասուն տարիքում ավելի այլ պատկերացում ունես եւ դու հասկանում ես, որ ուժ է պահանջում անկեղծությունը, սա ամենամեծ ուժն է պահանջում։ Ուժ է պահանջում մեծահոգությունը, որովհետև դու ներքուստ քո հետ պայքարի մեջ ես, ինչ որ բան քեզ վիրավորել է, բայց դու երբ որ սիրում ես այդ մարդուն, դու հասկանում ես, որ դու պիտի մեծահոգի լինես, ներող պիտի լինես, պիտի բոլորին սիրես եւ այդ ուժը շատ տարբեր հասունության շրջաններում տարբեր ընկալումներ է ունենում եւ ես կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի։ Նույնն էլ վերաբերում է մեր հասարակությանը։ Եթե կարծում եմ, որ մեծ խոսող մարդիկ ուժեղ են, ապա չարաչար սխալվում են։ Իսկ եթե ուզում են ուժի փորձարկում անել կամ էլ մրցակցել իրենց ուժի, առաջարկում եմ գնալ ծանրամարտի մրցումների կամ բռնցքամարտի մրցումների եւ ի վերջո դա է այն ոլորտը, որտեղ որ ֆիզիկական ուժն է գնահատվում, իսկ ինչ վերաբերում է ոչ ֆիզիկական, այլ մտքի ուժին, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին համեմատելու շատ բան ունի։ Այսինքն այդ ուժեղները, որոնք նոր չեն եւ ունեցել են դրսեւորվելու շատ հնարավորություններ բանակցությունների արդյունքում ինչի են հասել եւ ինչի է հասել իրենց պատկերացմամբ ոչ ուժեղ իշխանությունը, որը որ լրիվ այլ հեռանկարներ է բացել Հայաստանի Հանրապետության համար։ Ես կարծում եմ, որ մենք չխանգարենք այդ քաղաքական ուժերին, թողնենք, որպեսզի իրենց ինքնախապեյությունը շարունակվի, ինչպես նաև իրենց հետևորդների, իսկ վերջում ինչ կլինի, դա կորոշի նորից եմ կրկնում Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով։ Այ դրանով ցույց կտա իր ուժը։ Տիկին Բադալյան, եւ վերջում ամփոփելով, գիտեք, քիչ են նաեւ նման, այսպես ասած, կարծիքները եւ կարծում եմ նորություն էլ ասած չեմ լինի, որ այս ընտրությունները որոշակիորեն նաեւ աշխարհաքաղաքական են, այն իմաստով, որ Հայաստանը պիտի որոշակիորեն իրեն այդ իմաստով դիրքավորի եւ այստեղ էլ քիչ չեն այդ մանիպուլատիվ շահարկումները կամ օրինակ հաճախ են այդպես մանիպուլացնում, որ կամ Ռուսաստան կամ Թուրքիա, եթե չեք ուզում Թուրքիա, ապա Ռուսաստան, բայց ես կուզենամ մենք խոսենք թե ինչ աշխարհաքաղաքական ընտրության մասին է, որովհետեւ մի կողմում Եվրամիության բաց աշխարհի, ազատ աշխարհի հետ հարաբերություններն են արևմուտքի, մյուս կողմում արդեն հայտնի այսպես ուժերն են մեր վաղեմի բարեկամները, դաշնակիցները առանց հեգնանքի եմ ասում։ Հիմա հասկանանք ինչ աշխարհաքաղաքական ընտրության մասին է խոսքը եւ ինչ ընտրության մասին է խոսքը, որ այդ մանիպուլատիվ շահերն էլ, թեզերն էլ շատ տեղ չունենան։
Ես կարծում եմ, որ դրանք ուղղակի այսպես ժամանակի ձանձրույթը լցնելու համար արվող արտահայտություններ են, որովհետև մեր հասարակությունն էլ շատ լավ այդ ամենը իրարից հրաշալի տարբերակում է, առավել ևս, որ մենք անընդհատ անկեղծություն պահանջելով մեր քաղաքական ընդդիմությունից հասել ենք որոշակիորեն այդ անկեղծությանը եւ մեր որոշ ընդդիմադիր գործիչներ պարբերաբար խոսում են, չեն հերքում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զոհաբերելու փաստը եւ միութենական պետության մաս դառնալու իրենց ոչ միանշանակ վերաբերմունքը որոշ դեպքերում եւ որոշ դեպքերում էլ շատ բացահայտ մարդիկ ասում են, չէ, որ այո, ինչու ոչ անվտանգությունը ապահովելու համար գուցե եւ հենց պետք է դառնալ միութենական պետության մաս, շատ անկեղծ են արտահայտում այդ բոլոր մտքերը մեր ընդդիմադիրները արդեն վերջին շրջանում եւ էլ ավելի անկեղծ կարծում եմ իրենց ծրագրերը կհրապարակեն եւ այնքան ակնհայտ է այդ տարբերությունը, այսինքն անվտանգությունը ապահովելու համար եթե իրենք նախատեսում են զոհաբերել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ապա մենք անվտանգությունը ապահովելու համար հստակ մեր ճանապարհը գծել ենք, նախանշել ենք եւ այդ ճանապարհով գնում ենք, որի մեջ մտնում է այո սահմանների ամրապնդումը, այն ամրաշինական աշխատանքները, որոնք մենք արել ենք, որոնք չեն արել նրանք, երբ որ ունեցել են այդ հնարավորությունները, բայց խոսում են ուժեղ բանակի մասին, այն ամբողջ զենք զինամթերքը ինքնապաշտպանական, որ մենք ձեռք ենք բերել, որը իրենք չեն արել, բայց խոսում են ուժեղ բանակի մասին եւ ասում են, որ մենք ուժեղ ենք եւ միևնույն ժամանակ դրանք պահեստում ունենալու, բայց երկարատև եւ հստակ խաղաղություն ձևակերպելու մեր ճանապարհը եւ այդ խաղաղության ճանապարհին նաեւ տնտեսական զարգացումը կազմակերպելու մեր ճանապարհը մենք շատ բարձ ցույց ենք տվել մեր հասարակությանը եւ եթե մանիպուլատիվ այդ ձևերով, որոնք որ միշտ ազդել են մեր ժողովրդի վրա, բայց ես հուսով եմ, որ այս անգամ չեն ազդի, իրենք ասում են մենք ուժեղ ենք, այսա պետք է անել, այ մեր բանակը պետք է հզորացնել, հզորացնեիք Գնացեք այսօր տեսեք ինչ կա, ինչ ունենք եւ համեմատեք նրա հետ ինչը որ դուք կոչում եք հզոր։ Համեմատեք եւ այդ համեմատությունը ցույց տվեք ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը այսպես թե այնպես տեսնելու է դա։ Մենք իհարկե անընդհատ չենք գովազդում մեր արած աշխատանքները, բայց այսպես թե այնպես մարդիկ իմանում են դրա մասին եւ մարդիկ տեսնում են մեր կատարած ամբողջ աշխատանքի մասին։ Եվ հետեւաբար ժողովուրդը ինքը պիտի ընտրի, այսինքն այն մեծ հնարավորությունները իդեմս Թրամփի ուղու օրինակ, իդեմս խաղաղության խաչմերուկի, իդեմս մեր մյուս բռնած ճանապարհի վիզաների ազատականացման, եվրոպական ստանդարտների համապատասխանեցման Ժողովուրդը այդ ամեն ինչը պիտի ֆիքսի եւ մեզանից պահանջի հնարավորինս արագ եւ կարճ ժամկետներում դրանք իրականություն դարձնել եւ միևնույն ժամանակ արդեն այն մյուս անհայտ ճանապարհը, որոնք էմոցիոնալ արտահայտությունների հիման վրա են։ Այո, ես էլ ունեմ, բոլորս ունենք այդ էմոցիաները, կապված մեր կորուստների հետ, թե տարածքային, թե մարդկային, բոլորս ունենք այդ նույն էմոցիաները բայց մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական այնպիսի մի իրավիճակում, որտեղ էմոցիաներով առաջնորդվելը կարող է ողբերգական լինել ցանկացածից եւ ընդհանուր առմամբ մեր պետության համար։ Եվ ընդհանուր առմամբ ինչի է այս 26 թվականի խորհրդարանական ընտրություններին այդքան մեծ կարևորություն տրվում, ամենատարբեր կերպ բնորոշում են վարչապետն էլ է ասել մի առիթով, որ սրանք պատմաքաղաքական ընտրություններ են։ Ինչու է այսքան մեծ կարևորություն հատկապես տրվում այս ընտրություններին, ինչով է սա տարբերվելու, ինչի մասին է այս ընտրությունը։ Որովհետև սա է վերջնական այն կետը, որից հետո խաչմերուկում ենք մենք հայտնված։ Եվ սա անդառնալիության կետ է լինելու։ Այսինքն այս ընտրություններով, որոնք հերթական խորհրդարանական հերթական ընտրություններ են, բայց մեծ իմաստով հերթական չեն։ Այստեղ, քանի որ այս ամբողջ թե հիբրիդային, թե մնացած, թեժ եւ պատերազմական վիճակները հաշվի առնելով, մենք այս խաչմերուկից պիտի ընտրենք մեր ճանապարհը եւ վերջնականապես պիտի ընտրենք մեր ճանապարհը։ Այսինքն կամ մենք գնում ենք մեր նշած քաղաքացիական պայմանագրի նշած ճանապարհով դեպի խաղաղություն, բարեկեցություն, սթափություն, ռեալություն եւ ունենում ենք մեծ հաջողություններ, կամ ընտրում ենք հեղուկ, լղոզված, կամ եւ էմոցիոնալ ինչ որ բաներ, պատերազմ, չգիտեմ,
չձևակերպված եւ այն անհայտության մեջ ենք կամ էլ վերադառնում, որում որ ապրել ենք երկար ժամանակ, անընդհատ այդ լարվածությունով, պատերազմի գլխներից կախված, տնտեսական որևէ հեռանկար չունենալով, տնտեսական զարգացման որևէ հեռանկար չունենալով, մեր բոլոր ենթակառուցվածքները այլ երկիրների ի պահանձնելով կամ նվիրելով կամ պարտքերի դիմաց տալով, կամ ընտրում ենք այդ ճանապարհը կամ սա, բայց սա լինելու է վերջնական։ Ոչ թե ընտրեք, որպեսզի մենք միասին գնանք, այլ բոլորը եւ ընդդիմությունն է իր հատվածով ամեն ինչ արդեն նախնական, նախապատրաստել։ Մեր նախապատրաստական աշխատանքների մասին մենք միշտ ենք բարձրաձայնում եւ հետեւաբար այս խաչմերուկից ընտրելով մեր ճանապարհը մենք այլևս հետ վերադարձի կամ այս ճանապարհը ընտրելով այլևս այդ ճանապարհով գնալու հնարավորություն չենք ունենալու եւ հետեւաբար իր տեսակով այս ընտրությունները ամենակարևորն են լինելու եւ մեր քաղաքացիները պիտի այդ պատասխանատվությունը իրենց վրա զգան քվեարկելուց առաջ անպայման եւ պիտի քվեարկեն հենց այդ իրենց մտքում ունենալով ոչ թե որ դե լավ այս անգամ ընտրենք լավ չստացվի հաջորդ անգամ ուրիշ բան կընտրենք չէ սա վերջնականապես Հայաստանի Հանրապետության ապագան կանխորոշող ընտրություններ են